Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում հավաքվածներին հետաքրքրում էր մոլությունների և կախվածության վերաբերյալ հայոց եկեղեցու վերաբերմունքը։ Տեր տաճատ ավագ քահանա Դավիդյանն ազատ, անմիջական ու հումորով լի զրույցի ընթացքում նախ պատմեց իր մոլությունների մասին։ Գրամոլ տերհայրը մի անգամ կատակով ասել է, որ եթե տունն այրվի, նախ եւ առաջ կփորձի գրքերը փրկել, հետո տիկնոջը։ Տերհայրը չի բացառում, որ մի մոլությունից ազատվելով մարդ կարող է մյուսի մեջ ընկնել։ Ես սիրական ոգին ինձ համար մեծակույն մոլությունն է, հիմնական մեղքը այն է, որ մենք մեզ Աստուծո տեղը կուզենք դնել եւ ուրիշի վրա ջնջել, կամ նկատել, որ մենք ավելի լավ ենք ուրիշի։ Մեր երկրում ամենատարածված մոլությունները ըստ Տեր տաճատի կնամոլությունը, որգրամոլությունն ու խաղամոլությունն են։ Շնությունը, թավաճանությունը կարծես թե ընդունված է, որ անեկա բնական երևույթ մնե, բայց ամենից շատ ընտանիքի սերը եւ միապանություն քայքայողը այն է։ Երկրորդ այս խաղամոլությունն է։ Պրոգրամոլությունը միայն ուդելու մասին չէ, չափազանցության մասին է, որ մարդիկ չափազանցում են նույնիսկ իր վնաս իրենց։ Ամեն ինչ չափի մեջ է պետք արտահայտությունը Տեր տաճատի կարծիքով ոչ բոլոր դեպքերում պետք է գործի։ Եթե խոսքը խմիչքի մասին է, թերևս նորմալ է։ Կան բաներ, որ բնավ չէ այնպես, անորբեր շնության չափավորությունը չկա։ Թմրամոլության բժշկման մասին քահանան ասաց, որ արդյունավետ է, երբ միասին աշխատում են հոգևորականը, հոգեբանն ու բժիշկը։ Սխալ պետք չէ անել, քանի որ հետագայում այն վերածվելու է կախվածության, վնասելով ոչ միայն տվյալ մարդուն, այլև շրջապատին։ Մոլություններ եւ կախվածության թեման հարցերի տեղիք էր տվել նաեւ ոչ ավանդական սեռական վարքագծի կողմնակիցներին։ Տերհայրը պատմեց իր ընկերոջ մասին, ով արվամոլ էր, պահպանողական քրիստոնյա ու լավ ընկեր։ Սի թունգ ու կաս, որտեղ այստեղ իմ դունիս մեջ բաբիկ եւ դատիկ մկա, իմ հայրս եւ մայրս։ Հայրս կպարկանար։ Ամեն անգամ որ կա, այդ կերտոտ ինչ ամր ֆերին էստեղ, բան խելոք կեցի, կավար պիտի լակ նրահանտ է։ Բայց սի հոստեղ ու կաս դատիկ բաբիկ մկա, մարդու գին գա, զավակներ կան, թորներ կան, ընտանիք ետ կուս է սլավ, որտեղ ինքալ եվս ընտանիք չուներ։ Ասպետը նույնացրեց արվամոլներին ու աղանդավորներին, ասաց, որ նրանց հանդեպ պետք չէ հանդուրժող լինել։ Մենք ուջուր ազգ ենք, մեզ դա պետք չի։ Հասկանում եք, դա մեղ չի, դա այասերում է, դա վտանգ է։ Երիտասարդին հետաքրքրում էր եկեղեցու վերաբերմունքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանդեպ։ Ինչու է դա համարվում հակաբնական, եթե դա գոյություն ունի բնության մեջ։ Ասված մեզ այդպես է շիլած։ Տեր տաճատը բացատրեց, որ բնության մեջ հակառակ սեռերն են իրար ձգում։ Նա եւ Տեր Հովսեփը խաղաղեցրին հասունացող վեճը, որպես հայ տղամարդ եւ հոգեվորական մերժելի են համարում երևույթը։ Միայն թե ատելությունը զենք չպետք է լինի։ Աստվածաշունչը եւ եկեղեցու թափանակը շատ հստակ է, որ արվամոլությունը մեղք է։ Սերային հարաբերությունը ունի ըստ Աստվածաշունչին երկու նպատակ։ Մեկը ունենալ, որ քո գող կլինի, որ քեզի հետ հոգու հարազատ լինի, քեզի հետ բարեկամ լինի, եւ երկրորդ ծննդաբերություն։ Այս երկուքը միասին երթան եւ բնական երևույթով մարդ ու գին իրար կլրացնեն։ Գոյություն ունի նաև կրոնամոլություն, օրինակ, երբ մարդ հրաժարվում է բժշկի դիմելուց, ասելով, թե Աստված իր հետ է։ Հիսուսը սարբիդի չփորձես քո Տեր Աստվածը։ Եվ նույնպես երբ որ մենք ասենք թե մոլության մեջ ենք կամ հիվանդության մեջ ենք, ամեն միջոց պիտի օգտագործենք, որպեսզի մենք հաղթահարենք այդ հիվանդությունը։ Աշոտ Սարգսյանի համար մոլություն եւ կախվածությունը ինտերնետն ու համակարգիչը։ Նրա կարծիքով ամեն ինչ հաղթահարելի է, եթե միասին են կամքը, հավատն ու աղոթքը։ Հասկացա այն, որ կամքը համենայն դեպս, եթե հեվաս չէ, այսպես աղոթքի վրա, եթե համատենք, ապա շատ ժամանակ անթև է մնում, այսինքն չի զորանում եւ չես կարող հաղթահարել այն, ինչ որ նպատակադրվել ես։ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, եւ լավ է, եթե մարդու կյանքն արարչին նմանվելու ձգտում է։ Այդ պատկերը մեր մեջն է, բայց հիմա պետք է նմանենք։